Բայց մինչև հարցը ձևակերպել է պարոն Ալեքսանյան, չեմ կարող չարձագանքել իբրև 15 տարվա գլխավոր խմբագիր եւ 20 տարվա լրագրողի կենսագրություն ունեցող մարդ։ Անկեղծ ասած, ձեր պահվածքը տարակուսելի էր այնքանով, որ դուք դեկտեմբերին կարծեմ քաղաքացիական պայմանագիր կուսակցությունով ընդունել եք վարքականon։ Հարգել ընդդիմադիրի խոսքը, հարգել ձեր կարծիքը չկիսող մարդկանց խոսքը։ Երեկվանից ագրեսիա է, երեք Նիկոլ Փաշինյանն ասում, եթե մենք չընտրվենք լրագրողները հաշմանդամ ու գործազուրկ կդառնան, այսօր դուք եք հարձակվում լրագրողների վրա։ Բայց ես ձեզ չէի խանգարում։ Ես ձեզ չէի խանգարում, երբ որ դուք հարցը ձևակերպում էիք։ Եվ ես ուզում եմ ասել, որ այս լրագրողների, նաև այս դահլիճում գտնվողների մեծ մասի ուղղակի ջանքերով դուք այսօր իշխանության եք։ Ուղղակի ջանքերով։ Այդ չասեմ նվաստացուցիչ ձևակերպումներ, թե քանի մարդ, քանի խմբագրության դեմ էր հերթ կանգնում, որ հարցազրույց տար։ Եվ այսօր լրագրողներին դուք կարող եք կանգնել, բայց եկեք դուք մի արձագանքեք, ես իմ քաղաքական արձագանքն եմ տալիս, որովհետև չի կարելի լրագրողներին թիրախավորել այս աստիճան ատելություն գեներացնել 4-րդ իշխանության նկատմամբ։ Եկեք դուք պարոն Քոչարյան, ինձ մի խմբագրեք, ես քաղաքական գործիչ եմ, ես իմ ելույթը կավարտեմ այս մասով, այո։ Ես իմ օրակարգի ընթացքում լինում են գործնաժողովի վիճակում։ Հիմա ես կրկեր չեմ թեժացնում, ես ընդհանրապես ասում եմ, որ անհրաժեշտություն կա հետևել ձեր ընդունած նորմերին, ձեր վարքականոնի նորմերին եւ չվիրավորել ընդդիմադիրի խոսքը, չվիրավորել լրագրողներին ու լրատվական դաշտը։ Այսօր ինչ մեր երկիրը կա եւ գործում է եւ բոլոր հնարավոր այսպես ասեմ, թաքուն բաները ի հայտ են գալիս լրագրողների շնորհիվ է։ Ընդ որում 24 ժամի աշխատանքի մի թիրախավորեք այս մարդկանց։ Իմ ասածը էս է։ Իսկ հիմա իմ հարցը